Այսօր առողջապահության նախարարն ասում է, մի քանի բժշկական կենտրոններում առաջիկայում տնօրենների փոփոխություն է լինելու։ Նարեկ Զեյնալյանն էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի թեկնածուն է։ Ասում եմ, տնօրեններից շնորհակալ ենք, զարգացում են ապահովել, բայց փոխում ենք, բերենք Նարեկ Զեյնալյանին։ Նարեկ Զեյնալյանը ԿՊԱ-կան падգամավոր էր, որը Նիկոլի SMS-ը ստացավ ու մանդատը վայր դրեց։ Հիմա տանում են ոլորտ, որը մարդկանց կյանքի հետ կապ ունեցող առաջնային օղակ է։ Գլուխ չի հանի, բայց հաստատ լավ աշխատավարձ կստանա։ Ինչ չափանիշներով եք շարժվել։ ԿՊԱ-կան լինելու։ Բայց նայեք ցինիզմը, Նիկոլը կառավարության նիստում դժգոհում է կադրային քաղաքականությունից, բայց նույն Նիկոլը որոշել է, որ պետք է հիվանդանոցի տնօրեն լինի Նարեկ Զեյնալյանը, որը ԿՊԱ-կան է, կամ որովհետև ԿՊԱ-կան է։ Իսկ Անահիտ Ավանեսյանին, որ չափանիշներով նշանակեցիր նախարար առողջապահության, ինչից որոշեցի, որ առողջապահության նախարարը պետք է լինի իրավաբան։ Բայց եթե նախարարը մասնագետ չէ, իր ենթակայության ոլորտներում կարող է նա նշանակել իր չափանիշներով չմասնագետների։ Դոկտոր պրոֆեսոր Նորայր Դավիթյանց, Հարություն Քուշկյան, Արա Բաբլոյան տեսած նախարարությունում Ավանեսյան բերելուց հետո բա կխոսեք կադրային դեֆիցիտից։